Սկզբի համար կարճ ներկայանանք, Վահրամ ջան, ձեզնից սկսենք։ Եթե կարճ Վահրամ Թոքմաջյան։ Եվ Գրիգոր Խաչատրյանը կասեր անում բարձր ուղս եմ, բայց ոչ իմ մասին, իր մասին, հա։ Եվ ինչ ասենք, քանի որ այսօր խոսելու ենք կրթության մասին, այդ իմ զբաղվածություններից մեկն է։ Եվ այս տարի որոշեցի էլի վերադառնալ դասավանդման ոլորտ, նաև 4 տարի ընդմիջում էի տվել։ Նոր պրոյեկտ ունենք Փարաքարում, ACT-ը, հա։ Ինչպես է կոչվում։ ACT, գործողություն, հա։ Եթե դնենք բացված անգլերենով ACT յուրաքանչյուր իր տեխնոլոգիական եւ անվանման հետ կապված բացատրություններն ունի, բայց եթե անգլերեն տառերով դարձնում ենք հայերեն, ACT դառնում է գործողություն, որ անդադ շարժում լինի, չտոպենք նույն տեղում։ Անտիր։ Դուք Կարինե ջան։ Ես Կարինե Մուսիկյանն եմ, մուսիկյան, ժողովրդական եւ աշխուհական երգի դպրոցի հիմնադիր տնօրենը։ Արդեն 10 տարի եւ ավել է դասավանդում եմ այս ասպարեզում։ Շատ լավ, իսկ ես Անին եմ Զաքարյան, դուք դիտում եք Հայը հաղորդման երկրորդ եթերաշրջանի նոր թողարկումը։ Մենք շարունակելու ենք խոսել Հայի ու Հայաստանի մասին։ Այսօր խոսելու ենք մասնավորապես կրթության մասին։ Ասում են լավ սերունդը լավ գործեր է անում։ Ինչ սերունդ է գալիս հիմա։ Ես չգիտեմ, այդ հարցը չեմ հասկանում, ինչ ասել լավ սերունդ։ Որ սերունդն է վատը։ 19-րդ դարի սերունդն է վատը, 4-րդ դարի սերունդն է վատը, 90-ականներին է վատը, 80-ականներին է։ Որն է վատը, որ մի հատ էլ համաձայն մեջ ենք դնում լավ սերունդը լավ գործեր է անում։ Ընդհանրապես կապ չունի այդ ասելիքի պաթոսը իրականության հետ։ Մենք փորձում ենք ինչ-որ ամեն ինչի մեջ տեսնել երևույթներ, որոնք չկան։ Այսինքն միայն կրթություն ասելով մենք ինչ ենք հասկանում։ Այդ 4 պատը, որ սովորողը գնում է X ժամանակ է անցկացնում Y մարդկանց հետ, սովորում է Z բաներ ու գալիս է տուն։ Չէ, ուզում ես բան սրբադասված մարտիկ բեր 42000 է հիմա ուսուցիչների թիվը մեր հանրակրթության ոլորտում, բեր 42000 սուրբ, հա, որ աշխատեն դպրոցներում։ Դա որևէ բան չի փոխելու։ Որևէ բան, ես դες հավաստիացնում եմ, չի փոխելու, որովհետև կյանք այդքան տրիվիալ չէ տնից դպրոցից տուն, հա։ Դա կենցաղն է, դա թերի ուսուցում ստացած ծնողն է, հոգսերի մեջ մնաց ծնողն է, աշխատող ծնողն է, հարբեցող ծնողն է, նարկոման ծնողն է, հա։ Չգիտեմ իր ադամները չսարկող, բայց նվիրաբար փողը երեխու վերջի վարձը մուծող ծնողն է, այդ քուճումպը բզած ուստեկն են, ոմանք 3-4 սրոք եւ ավելի հեղինակավոր, քան այլ հաստատություններն են, հա, դա եթերն է, դա ամեն ինչն է, հա, բագն է, ակումբն է եւ այլն, այսինքն կրթությունն ամեն ուր է։ Մենք միշտ երբ որ խոսում ենք կրթության մասին, մենք փորձում ենք այդ կրթությունը տանել, պրոյեկտել դպրոցի վրա, ասել չէ դպրոց դու ես պատասխանատու, հա, ու ձեռքերը ես լվալ, չէ, այդպես չի լինում։ Բայց լավ սերունդը լավ գործեր է անում, այս նախադասության մեջ ախր հենց էդ էլ կա։ Այդ լավ սերունդը ձեր նշած ոչ միայն դպրոցն է։ Որն է լավ սերունդը։ Եկեք հենց դրա մասին խոսենք, որն է լավ դպրոցը։ Կարող ենք ասել լավ սերունդ ու լավ գործերը որն է, բան օրինակ եմ ասում լավ։ Հիմա ցանկացած հայի որ հարցնես, Տիգրան մեծ կիմանա։ Կիմանա, բայց։ Հա, կիմանա։ Որովհետև այդ բան է ինչ որտեղ էգոիստական հարց է։ Օրինակ ինձ համար շատ ավելի ազդեցիկ է Արտաշես առաջինը, որը որ ստեղծել է սոցիալական միջավայրը, որը ստեղծել է այն միջավայրը, որտեղ բոլորը խոսում էին նույն լեզվով։ Մինչև այդ Հայաստանի այն ժամանակվա բնակչությունը չէին հասկանում մի գավառը մյուսին չէր հասկանում։ Այսինքն միասնական, բանավոր, հա, լեզու բերեց, հաղորդակցման արվեստ, կանոնակարգեց, ամեն ինչ արեց եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա Արտաշեսի սերունդն է լավը, թե Տիգրան մեծի, թե Վանո Սիրադարյանի։ Այս լուրջ հարց եմ տալիս։ Վանոյի սերունդն էլ ազատագրել էր Արցախ։
Որն է լավ գործ ձեր համար։ Մեկնաբանություններում անպայման նշեք ձեր կարծիքը, բայց եկեք հասկանանք, որ ժամանակաշրջանների տարբերությունները չէ եղել։ Սերունդն էլ Հայաստանում վերացրեց ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Լավ, ինչպես է դա։ Առաջին հանրապետության փակbani վերացման պարագայում Հայաստանում ոտս գլուխ կար 100 դպրոց, այն էլ քառամյա կամ երկամյա եւ այլն եւ այլն։ Ու այդ դպրոցները պետական ֆինանսավորմամբ չէին, որովհետեւ ծանր էր վիճակը եւ մի խոսքով սարսափելի պայմաններ։ Այսինքն կարող ենք ասել, որ միայն ունևոր ընտանիքներին էր հասու։ Չէ, միայն ունևորներին չէր հասու, բայց բոլորին հասու չէր։ Ասենք գյուղաբնակ երեխեքին մեծ մասամբ հասու չէր, եթե եկեղեցում կից ինչ-որ կուրսեր չէին, հա։ Հիմա եկավ խորհրդային միությունը, որ մենք ասում ենք տոտալիտար համակարգեր, չէ, եւ այս հարցում մենք չունենք տարընկալում, հա։ Բայց 1946 թվականի դրությամբ Հայաստանում այլևս ֆունկցիոնալ անգրագիտություն չկար։ Մարդիկ առնվազն տարաճանաչ չէին։ Այն մարդիկ էլ, որոնք որ մեծ էին ու բաց էին թող այդ կրթության բացը գնում էին երեկոյան, մի խոսքով դպրոցներ։ Հիմա այդ լավ սերունդ է, թե վատ սերունդ է։ Լավ սերունդ ասելով ինչ նկատի ունենք, Կարինե ջան։ Ամեն ժամանակաշրջան իր պահանջարկն ունի ու ընդհանրապես ժամանակները փոխվում են, հա, ըստ պահանջարկի դաստիարակված սերունդն է ինձ համար, որը որ գալիս է ընտանիքից, մանկապարտեզ, դպրոց, պետություն։ Բոլորը փոխկապակցված են միմյանց հետ, ըստ իս, որովհետև երեխան կրթվում է տանից, դաստիարակվում է տանը։ Եթե այդ ամեն ինչը այսպես կա, չէ, կարգապահությունը, եթե կարգապահ չեղավ, որակ չի կարող լինել։ Պետք է ամեն ինչ անել, որպեսզի հենց այդ տեղից սկսել կարգապահությունը պետք է մտցնել։ Տարիներ առաջ դպրոցներում կար վարքագիծ, եւ այդ ժամանակվա սերունդը ավելի դիսցիպլինայով էր։ Բայց ինչ էին սովորեցնում այդ դասաժամին օրինակ։ Որ վարքագծի վրա էին կենտրոնացած, որ չի կարելի դասի ժամանակ այսինչ չարությունը անել, պետք է կենտրոնանալ դասի վրա, հա, այդ, բայց հիմա դա մի փոքր ազատություն է թողնված։ Իսկ ինչ վերաբերվում է լավ սերունդին, ես մի բան կարող եմ ասել, որ բոլոր ժամանակներում միշտ էլ եղել է լավն էլ, վատն էլ, հա, այդ հիմա ինձ համար էլ եմ ասում լավ սերունդը դաստիարակված սերունդն է, որն ունի չափի զգացում։ Միայն լավ կրթվելը չափորոշիչ չի։ Վահրամ, ձեր նախորդ խոսքից ես կարող եմ եզրակացնել, որ ըստ ձեզ լավ կամ վատ սերունդ որպես այդպեսին գոյություն չունի, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Մեր սերունդը մենք հասակակիցներ ենք, հա։ Մենք լավ ենք թողնելու։ 20 տարի, 30 տարի հետո չենք լինելու 40 տարի հետո։ Աստված չանի։ Չէ, 100 տարի եմ ապրելու։ Այդ երևույթը եթե կա, հիմա մենք ինչ ենք թողնելու։ Չկա այդպիսի բան, որ թողնում ենք։ Ես կարծում եմ, որ մենք տապալած սերունդ ենք։ Հենց մեր սերունդը դա տապալած սերունդ է։ Հիմա ես դրա համար չեմ մտնում հատկանիշների մեջ եւ սահմանումների մեջ։ Հիմա երբ որ մեր բանախոսն ասում է դաստիարակված կամ կարգապահ, ես օրինակ մենք բառեր ենք օգտագործում կենցաղում անընդհատ, որոնք չենք սահմանում։ Լավ, ինչ է դաստիարակությունը։ Ես պետք է հարցնեմ, այդ դաստիարակված ասածն ինչ է։ Կարգապահ ասածն ինչ է։ Հիմա օրինակ երեխեքին դպրոցներում ասում են դիկակ սպիտակ վերնազգեստով, հա, բոլորդ։ Ու մի հատ է դիտողություն են անում։ Ոչ են եկել։ Հա, ես ասում եմ գլուխները պատերով են տալիս։ Այդ տնօրեններն է, այդ վարքականոն որոշողներն ու մնացածն է։ Որ այսինքն ինչ է նշանակում, բանեմ, զոմբի եմ ես տեղ սարկում, մի շարքով կանգնի ըստ հասակի, սպիտակ վերնաշաբիկով կգաս, աղջիկ ջան դու լոճված չես, ես ոնց ես նստել, ես ասում եմ, ինչ տեսել եմ։ Մորկուր ջան, դու հանգստացի դուրս արի կրթության ոլորտից, դու ինչ գործ ունես կրթության հետ։ Այսինքն ճայել աղջիկը 13-14 տարեկան աղջիկը մտնում է դպրոց, սթրեսված դուրս է գալիս։ Ու մենք դրան անվանում ենք կարգապահություն։ Բայց դա նաև համակարգել, չէ՞։ Այդ համակարգը շատ վատ է։ Դպրոցը Համակարգված համակարգ է, պետությունն ունի իր չափորոշիչները, կրթական չափորոշիչները։ Դպրոցն ունի նախարարամանով էթիկայի կանոններ, վարքականոններ, մանկավարժական աշխատողների եւ խորհրդի անդամների համար, հա, կառավարման խորհրդի մասն է խոսքը, եւ կան այն հասարակական նորմերը, որոնցով որ մենք հարաբերվում ենք, հա։ Սրանից ավելը, երբ որ դու ուզում ես սարքել զոմբիակրատիա, այդ երեխեքին մենք
եկեք ես ձեւ ասեմ, էլի մեր խորհրդային ժառանգության դպրոցների շենքերը չսովորելու մասին է։ Ինչ իմաստով։ Դու որ մտնում ես այդ շենք արդեն ճնշվում ես։ Իսկ ինչպեսին պիտի լինի դպրոցը։ Ազատ ում տարածություն տվող մտածելու։ Զենք պատկերացրեք Բանգլադեշի բազմահարգերի մեջ, հա, դպրոցի շենք է մռայլ առանց լուսավորության, երեխան էլ որ նայում է պատուհանից, տեսնում է վարսիգի անհամաչափ կախած լվացքը։ Էլ ինչ ֆանտազիա պետք է երեխան զարգացնի։ Լավ, մի րոպե Վերադառնալով կարգապահությանը եւ բանին, դաստիարակությանը։ Օրինակ ինձ որ մնար, եթե ես լինեի որոշողը, 6 տարեկանում երեխեքին ոչ թե այբուբենք սովորեցնեի, այլ զուգարանից օգտվել։ Ես ասում եմ ամենայն լրջությամբ։ Էթիկետի կանոններ։ Ամենայն լրջությամբ։ Այդ էթիկետի անվանեք էթիկետ։ Հա։ Հա։ Հիմա այո, մարդուն պետք է տալ ազատություն։ Խոսքը սանձարձակության մասին չէ։ Խոսքը ազատության եւ ստեղծագործելու մասին է, հա։ Այո։ Հիմա ինչ